Շատ լավ։ Ուրախ եմ, որ չեք վախեցել ջրից, վարդավառից ու չէ, գնալուց էլ մի վախեցեք։ Ամեն ինչ իր ժամանակն ունի ու չգիտեմ, ջուրը ինչ որ բան չի կարող անի։ Դրա համար այսօր հետաքրքիր թեմա է մասին ենք խոսելու, ուրախ եմ, որ մեր երիտասարդներից մարդիկ կան, ովքեր որ ճամբարից եկել են։ Դա լավ է, որոշ առումով ցույց է տալի, որ ինչ որ մի բան առել եք ու ուրախ եմ, որ ստեղ միասին ենք։ Շարունակելու ենք մեր ընդհանուր սերտողությունը եւ Եբրայեցիս նամակից 11-րդ գլուխն ենք միասին, ինչքան որ գիտեք, եւ սա մի թեմա է, որը որ ամբողջ գլուխը նվիրված է հավատքի հերոսներին։ Ու այս հավատքի հերոսներից մարդկանցից, ում որ մենք անվանում ենք հավատքի հերոսներ, շատ բան ենք սովորում։ Բայց այս ամեն ինչի շրջանակում ես ուզում եմ, որ մի պարզ հստակ բան հասկանանք։ Նրանք ինչ որ գեր մարդիկ չէին։ Սովորական մեր պես պարզ մարդիկ էին։ Պարզ կյանքով տարբեր իրավիճակներում, բայց հավատքի միջոցով կարողացան լավագույնն անել ու անպես վարվել, ինչպես որ Տիրոջը հաճելի էր։ Այսօր խոսելու ենք, թե հավատքը մարդու կյանքում փորձությունների ժամանակ ինչպես է արտահայտվում, կամ ինչպես են փորձությունները ստուգում կամ փորձում մեր հավատքը, արդյոք այն իրական է, թե ոչ։ Այս վերջերս մի տեսանյութ էի նայում, թե ինչպես են արտադրում, օրինակի համար նույն կերակրի աղը։ Մենք շատ ենք օգտագործում, սակայն քիչ ենք ուշադրություն դարձնում կամ գուցե նաև չգիտենք, թե այդ process-ը ինչ շրջանակում է անցնում, ինչպես է այն այդ աղի հանքավայրից գալի հասնում մեր սեղանները։ Այն բավականին process-ների մեջով է անցնում։ Նույնպես պարզ սկրեպկան, սկրեպկայի հայրենը ոնց է, արագակալն են ասում, թե ուրիշ է արագակալը, ինչ? Ամրակ, այդ պարզ ամրակը, որ սենց կարանք ասենք այդ պրովուդի ինչ-որ սենց հատուկ ծրված, ինչ-որ մի բան է, որ մենք անդհատ օգտագործում ենք, թե թուղթը ամրացնելու համար, նույնպես մինչև որ ինքը այս տեսքին կհասնի, բավականին շատ պրոցեսով է անցնում, սկսված այդ ուղղակի հանքավայրերից, երկաթի հումքը ինքը ոնց որ քար լինի, ահագին պրոցեսներով, ահագին ձուլումով, դրանից հետո բավականին շատ մշակում անցնելուց հետո նոր հայտնվում է ուղղակի մեր սեղաններին, որը որ մենք կարողանում ենք օգտագործել։ Նույնպես եւ քրիստոնյաների կյանքը, մեր կյանքը մինչև որ այն վերջնական տեսքին, որ Տերն ուզում է, որպեսզի այն հասցնի, պրոցեսների անցնում։ Եվ այդ պրոցեսները մեր կյանքում փորձություններն են։ Այն փորձությունները, ինչ որ Տերը թույլ է տալի, որ մեր կյանքում նման կերպով մենք ինչ անենք, մաքրվենք։ Տերը աշխատանք է տանում, որպեսզի այն վերջնական արդյունքը, որը որ Աստված ուզում է մեր կյանքում տեսնի, դա երևա։ Նման ձևով հավատքը կարծես թրծվում է, ավելի ամրանում է, պնդանում է։ Դառնում ենք այնպիսին, ինչպիսին որ պետք է լինենք։ Եվ եթե մեր կյանքի փորձությունները ուղղակի մեր կյանքից հանենք, մեր հավատքը շատ թույլ ու տկար է լինելու։ Ամեն մի քամուց քշված ու չենք իմանալու ընդհանրապես ինչի ենք հավատում, ում ենք հավատում, ինչպես դիմակայենք ամեն մի դժվարությունների, որը որ մեր կյանքում հանդիպելու է։ Եվ այսօր այս նամակից, որ ընթերցելու ենք, նայելու ենք կյանքի փորձությունների 3 դրվագ։ 3 դրվագ, որը որ ամեն մեկ կյանքում որոշ առումով հանդիպում է։ Ու խնդրեմ, որ ուշադրություն դարձնենք, թե ինչպես է տվյալ մարդիկ, տվյալ անձնավորությունները կարողանում անցնել այդ իրավիճակում եւ տեսնենք ինչքանով ենք մենք կարողանում որպես հոգեվորներ, որպես քրիստոնյաներ այս ամենի միջով անցնել։ Եկեք բացենք Եբրայեցիս 11-րդ գլուխ, ընթերցելու ենք 20-ից 26 համարները։ Եբրայեցիս 11, ընթերցելու ենք 20-ից 26 համարները։ Եթե ունեք ձեզ հետ ձեր սուրբ գրքերը բացեք, եթե չէ
կտեսնենք, պիտի որ էկրանի վրա փորձեն բառերը դնեն, լիան ասում է կստացվի, տեսնենք։ Շատ լավ, ընթերցենք, Եբրայեցիս 11, 20-ից 26 համարները։ Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին ու Եսավին գալիք բաների համար։ Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց եւ իր գավազանի ծայրին հենվելով երկրպագեց Աստծուն։ Հավատով Հովսեփը վախճանվելիս Իսրայելի որդիների ելքի մասին հիշեց եւ իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։ Հավատով էր, որ երբ Մովսեսը ծնվեց, 3 ամիս թաքցվեց իր ծնողների կողմից, որովհետև տեսան, որ մանուկը գեղեցիկ է, ու թագավորի հրամանից չվախեցան։ Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քանի թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ։ Քրիստոսի նախատիքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցումն էր ակնկալում։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այսօրվա համար, որ դու ես ստեղծել, որ դու ես արարել եւ առիթ ես տվել Տեր քո առաջ գալու մեծարանքով, փառաբանությամբ, աղոթքով Տեր։ Շնորհակալ ենք քո խոսքի համար, որով որ սնվում ենք։ Եվ աղոթում եմ, որ Տեր Աստված այստեղ գտնվող ամեն մեկիս հետ դու խոսես ով Հայր։ Խոսքիդ միջոցով քո կամքդ հայտնես եւ նորոգես մեր կյանքը, նորոգես մեր հոգին Տեր, որ վարվենք հավատքով, չնայելով ամեն մի խնդիրների, ինչ որ առաջ կանգնում ենք Տեր, եւ ամեն ինչի մեջ ընտրենք լավագույնը, ընտրենք այն, ինչ որ քեզ է հաճելի, այն, ինչ որ փառք է բերում միմիայն քեզ։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով աղոթեցի։ Ամեն։ Գիտեք, պատմությունը շարունակվում է եւ կտեսնենք նույն օրինաչափությունը։ Անընդհատ տեսնելու ենք մի բան. 5 տականից մարդիկ, ովքեր որ հավատքով վարվեցին։ Եվ այս շրջանակում առաջի մի քանի համարները 20-ից 22 համարներում առանձնացվում են մի քանի անձնավորություն, որոնց հավատքի մասին ուղղակի խոսվում է մի պարզ։ Ինչպես նրանք հավատք դրսևորեցին իրենց մահվանից առաջ։ Խոսելու ենք առաջինը սրա մասին, թե հավատքը ինչպես է օգնում մահվան փորձության ժամանակ։ Գիտեք, երևի թե ամեն մի մարդ վախենում է մահվանից։ Ես ինքս մինչև դարձի գալը, մինչև ապաշխարելը չափից ավելի վախենում էի մահանալուց։ Ու այդ ամեն ինչը այն աստիճան ծայրահեղության էր դարձել, որ մորքուրս այն ժամանակ երբ որ ապրում ու հիմա էլ 8-րդ հարկում էին ապրում, ամեն անգամ երբ որ հյուր էի գնում իրանց տուն, միշտ մտքիս կար այս բանը, բա որ երկրաշարժ լինի, ինչպես եմ հասցնելու այս բարձր հարկից փախնեմ, որ կարողանամ սենց ասած փրկվել։ Ու նման բաները կյանքիս մեջ միշտ հստակ երևում էր, այսինքն վախ ամեն բնագավառում, վախ, որ կարող է ամեն պահին մահանաս եւ վերջ։ Գիտեք, երբ որ դարձի եկա, երբ որ ապաշխարեցի, հասկացա մի բան, որ Տերը խոստում է տվել եւ այլևս վախենալու կարիք չունեմ։ Ինչի որովհետեւ մի բան, ինչ որ Տերը խոստացել է, այսինքն ինձ համար մահը լինելու է սկիզբը, այն սկիզբը, որը որ Տերը պատրաստել է։ Դրա համար քրիստոնյաները, թեև գուցեև որոշ քրիստոնյաներ վախենում են, բայց չպետք է վախենան։ Չպետք է վախենան մահվանից։ Սա չի նշանակում, որ ես հիմա քարոզում եմ, ասում եմ պետք է գնանք եւ մեր կյանքին վերջ տանք, չէ, բնավ սրա մասին չի խոսքը գնում։ Որտեվ Տերն է սահմանել այն կյանք, այն ժամանակը, թե ինչքան պետք է ապրենք, եւ բնականաբար, քանի որ ես ասում եմ, որ իմ կյանքը պատկանում է Տիրոջը, Տերն է որոշելու երբ է իմ կյանքի ավարտը գալու։ Սակայն այդ կյանքի ավարտին մոտենալուց ես չպետք է վախենամ։ Ես չպետք է ուղղակի շփոթված սպասեմ, թե ինչ է տեղ ունենալու, որտեվ գիտեմ ինչ է տեղ ունենում։ Եվ հավատքը այստեղ է երևալու։ Արդյոք ես հավատում եմ այն Տիրոջ խոստումներին, թե ոչ։ Եկեք եւս մեկ անգամ կարդանք 20-ից 22 համարները։
Հավատով Իսահակը օրտնեց Հակոբին ու Եսավին գալիք բաների համար։ Հիմա գիտեք, երբ որ ասում ենք օրտնեց, պետք է հասկանաք, որ այն ժամանակ հрьяաների սովորության շրջանակում էր, որ մահից առաջ հայրը կանչում էր զավակներին եւ իր օրտնությունն էր տալի։ Եվ այստեղ առանձնացվում է անձնավորություններին, ուրեմն առաջի անձնավորությունը տեսանք Իսահակն է, դրանից Հակոբն է, հետո տեսնում ենք եւ Հովսեփը, երեք անձնավորություն, որոնց որ իրենց կյանքի վերջում ինչ արեցին, օրտնությունը փոխանցեցին, օրտնությունը տվեցին այն բաների, որը որ իրանք չէին տեսել։ Անցած քարոզներից վստահ եմ արդեն շատ եմ խոսել սրա մասին, բայց այս հավատքի հայրերը, ինչպես որ Եբրայեցիս նամակի մեջ ասում է, բոլորը մահացան առանց խոստումը տեսնելու, առանց տեսնելու այս ամեն իրականություն դարձած։ Բայց այնքանով էին հավատացած, որ Աստծո խոսքը ճշմարտություն է, որ մահից առաջ կանչում էին եւ այդ խոստումը փոխանցում էին իրենց զավակներին։ Ինչ գիտենք այս մարդկանց մասին։ Ամեն մեկը ապրել է տարբեր տեսակի կյանք։ Ամեն մեկը տարբեր իրավիճակներում տարբեր կերպով է վարվել։ Օրինակի համար, եթե տեսնենք Իսահակը նույնպես սովորական մեր պես մարդ էր։ Եվ շատ դեպքերում, ինչպես որ իր հայրը վարվեց, վախից ելնելով կնոջը ներկայացրեց որպես քույր, Իսահակը նույն բանը նույնպես ինքը իր կյանքում արեց։ Երբ որ վտանգը կար իր մահվան, ինչ արեց, քանի որ կինը գեղեցիկ էր, վախեցավ։ Ասաց կինս չի, քույրս է։ Բայց Տերը նույնիսկ այդ շրջանակում օգնեց, որպեսզի այդ ամեն ինչը վերջում օրհնություն դարձավ։ Ինչ եմ այս օրինակը բերում։ Այս օրինակը բերում եմ մի պարզ բանի համար, որ հասկանանք։ Այս մարդիկ սովորական պարզ մարդիկ էին, որոնք որ ճշմարտապես հավատացին եւ այո, թեև կյանքի ընթացքում խնդիրներ էին ունենում, ընկնում էին, բայց իրենց կյանքի վերջում ինչ արեցին։ Հավատ դրսևորեցին։ Եվ այն խոստումը ինչ որ ստացել են, լիարժեք փոխանցեցին իրենց զավակներին։ Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց եւ իր գավազանի ծայրին հենվելով երկրպագեց Աստծուն, այսինքն արդեն ի վիճակի չէր քայլելու, արդեն իսկ դժվարություն կար, կյանքի վերջում ինչ արեց, երկրպագեց Աստծուն։ Բայց ոչ ինքը, ոչ էլ իրանից առաջ, ոչ էլ իրանից հետո դեռևս խոստումը չէին տեսել։ Այն խոստացված երկիրը չէին տեսել։ Հովսեփի կյանքը կարող եք տեսնել ինչքան դժվարություններով անցավ։ Եղբայրները վաճառեցին, ընկավ Եգիպտոս, հետո Տերը բարձրացրեց։ Գրված է 22 համարի մեջ հավատով Հովսեփը վախճանվելիս Իսրայելի որդիների ելքի մասին հիշեց։ Ինչ հիշեց։ Որ Տերը խոստացել է, որ իր ժողովուրդը լինելու է խոստացված երկրում։ Երբ որ այս ամեն ինչի մասին հիշեց, ինչ արեց, իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։ Խնդրեց, որպեսզի իր ոսկորները Եգիպտոսում չթողնեն։ Որ երբ որ ժամանակը կգա ու Տերը կկանչի, ոսկորները իր հետ տանեն ու խոստացված երկրում ինչ անեն, թաղեն։ Գիտեք, այս մարդկանց կյանքում մենք հստակ տեսնում ենք հավատք։ Այն ժամանակ, երբ որ արդեն մահվան դուռը իրանց առաջ կանգնած էր։ Չեն վախենում մահվանից, որովհետև գիտեին մի բան, այն ով որ խոստացել է, հավատարիմ է։ Քրիստոնյաների համար մահով ամեն բան չի ավարտվում, այլ հակառակը մահով է սկսվում հավիտենականությունը։ Դրա համար քրիստոնյան մահվան փորձության առաջ չի ընկնում, եւ Տերը ինչ որ ասել է ու եղբայրս էլ այսօր կարդաց Եբրայեցիս նամակի մեջ։ Հեղինակն ասում է, մենք ընկնողներից չենք, մենք այն մարդկանցից չենք, ով որ ընկնելու է, ինչի, որովհետև հավատում ենք նրան, ով որ մեր հոգիների փրկիչն է։ Խնդիրը նրա մեջ չի, թե մենք ինչքան ուժեղ ենք, ինչքան հզոր ենք, ինչքան մեծ ենք։ Խնդիրը նրանում է, որ ինչ հավատք ունենք եւ ով է մեր հավատքի Տերը, ով է այն մեկը, ով որ խոստացել է եւ ասում է, որ այդ խոստացողը հավատարիմ է։ Փիլիպպեցիս 1:21 համարում կարդում ենք հետեւյալ խոսքերը։ Փիլիպպեցիս 1:21 Պողոս առաքյալը տեսեք ինչ է ասում։ Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է։ Այսինքն ինչքան ապրեմ, Քրիստոսի համար եմ ապրելու։ Ինչքան ապրեմ, Քրիստոսի համար եմ ծառայելու։ Իսկ մեռնելը շահ։
Հեշտ է խոսքերը ասել։ Հեշտ չի, բայց եթե հավատք ունես, հասկանում ես, որ Պողոս Արաքյալը հասկանում էր, որ եթե մահացա, վերջ, այլևս խաղաղությամբ Տիրոջ հետ եմ լինելու։ Քանի ապրում եմ Քրիստոսի համար եմ ապրելու, այո, տանջվում էր Պողոս Արաքյալը, չարչարվում էր։ Բացեք, կարդացեք 2-րդ Կորինթացիս նամակը, թե ինչ դժվարությունների մեջով է անցել։ Պողոս Արաքյալին քարկոծել են, մտրակել են, նավաբեկությանը ենթարկվել, գողերի կողմից է հարցակումներ ունեցել, եկեղեցու մեջից են խնդիրներ եղել, դրսից են խնդիրներ եղել, այս ամեն ինչի միջով անցել է։ Ֆիզիկապես ինքը մարդկանց կողմից այդքան էլ օրհնված մարդ չէր։ Դժվարությունների միջով էր անցնում, մարդկանց տրամաբանության շրջանակում։ Դրա համար ասում է, կյանքը Քրիստոսն է, ինչքան ապրեմ Քրիստոսի համար եմ ապրելու, այլ նպատակ, այլ ցանկություն չունեմ։ Բայց մահը շահ է, ինչի որտեղ վերջը խաղաղությամբ հանդիպելու իր Տիրոջը, Քրիստոսի հետ է լինելու, որ այլևս ոչ արցունք է լինելու, ոչ խնդիր է լինելու, ոչ դժվարություն է լինելու։ Մենք ինչ հույսով ենք ապրում։ Գիտեք, մեկ շատերը sense վախեցած են լինում, ինչ որ հիվանդությունից կամ բանից, նույնիսկ քրիստոնյաներ։ Այդ քրիստոնյաներին բարձ հարց եմ տալի։ Ասում եմ, ամենավատ բանը, որ հիմա կարաս պատկերացնես, ի՞նչն է։ Մահն է ու վերջ։ Բայց լավ, մենք որպես քրիստոնյաներ պետք է վախենանք մահվանից։ Այն պետք է մեզ սարսափեցնի։ Արդյոք մենք հույս չունենք։ Արդյոք մենք էլ մնացած մարդկանց պես առանց հույս ենք ապրում։ Ուր մնաց Հիսուս Քրիստոսը, ուր մնաց վերջի վերջո հարության այն լուրը, որ մենք ունենք։ Երբ որ կիրակի օրը հավաքվում ենք պաշտամունք, ինչու ենք ասում տերունական օր։ Տերունական ենք ասում, որովհետև տերունական օրը, կիրակի օրը, Տերը հարություն առավ եւ ամեն անգամ պաշտամունքի գալուց մենք պետք է հիշենք հարության մասին։ Որ մեր Տերը գերեզմանում չի մնացել, որ մեր Տերը հարություն է առել։ Դա համար Պողոս Արաքյալը 15-րդ գլխում 55-ից 58 համարներում հետևել խոսքերն է ասում։ Առաջի Կորինթացիս 15, 55-ից 58։ Ով մահ, ուր է քո խայթոցը։ Գերեզման, ուր է քո հաղթությունը։ Այն մեկի առաջ, մահվան առաջ, որ բոլորը ինչ արեցին։ Պարտվեցին, Հիսուս հաղթանակած դուրս եկավ։ Մահվան խայթոցը մեղքն է, այսինքն մեղքի հետևանքն է, որ մարդը մահանում է։ Իսկ մեղքի զորությունը օրենքը, այն օրենքը, որը որ սահմանել է Տերը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ում հաղթություն տվեց։ Մեզ, բոլոր նրանց, ովքեր որ հավատում են այս խոսքին։ Տերը հաղթություն տվեց իր միջոցով, դրա համար մկրտվելով, մենք ինչ ենք ասում, մահացել եմ աշխարհի, մահացել եմ ամբողջ մեղքի, մեղավոր կյանքի համար, եւ ինչ եմ արել, Քրիստոսով հարություն եմ առել։ Սա է այդ հավատքի արտահայտումը։ 58 համարը։ Ուրեմն իմ սիրելի եղբայրներ, եղեք հաստատուն եւ անսասան։ Ինչի համար ասում եղեք հաստատուն ու անսասան, որտեվ այս մահվան, վախը ամեն մեկի կյանքում կա։ Դա համար Տերը ինչ է ասում, Պողոս Արաքյալն ասում է նայեք ուշադրություն դարձեք Քրիստոսին։ Եթե ինքը հաղթեց մահը, այդ նույն հաղթանակը նաև ձեզ է խոստացել։ Դա համար հաստատուն եղեք, անսասան եղեք, թույլ մի տվեք, որ նեղությունները, դժվարությունները ձեր կյանքում ինչ անեն, ձեզ տապալեն։ Ամենայն ահավոր բանը մարդու համար իր պատկերացման շրջանակում որ կարող լինի դա մահն է, բայց Պողոս Արաքյալն ասում է մահը ինձ համար շահ է, որտեվ Տիրոջս հետ եմ լինելու։ Տիրոջ գործի մեջ ամեն ժամանակ ավելի առաջ գնացեք։ Իմացեք, որ Տիրոջմով ձեր աշխատանքը զուր չէ։ Իմացեք, որ այն ինչ որ անում եք, վերջնական Տերը վարձահատույց է լինելու։ Աշխարհի ցանկությունները, աշխարհի մեղքը վարձատրում է մարդկանց հավիտենական դատապարտությամբ, հավիտենական մահով, բաժանումով Աստծով։ Բայց խաչը առնել, այսինքն անձը ուրանալ ու հետևել Քրիստոսին, վարձատրությունը Տիրոջ հետ հավիտենականությունն է։ Սրա համար է, որ Տիրոջ գալուստը, երկրորդ գալուստը մեզ համար ինչ է, ուրախության, ցնծության պահ է լինելու։ Բայց աշխարհի մեծ մասի համար դատապարտություն է լինելու։ Ինչու՞։
որովհետև չհավատացին, չընդունեցին այն մեկին, ով որ փրկություն էր տվել։ Ուրեմն առաջինը, երբ որ մեր կյանքում գալիս է այդ մահվան փորձությունը, երբ որ կանգնում ենք այդ ամեն ինչի առաջ, չպիտի երերանք։ Պետք է հավատքով վարվենք, ինչպես որ 5 տականում այս հավատքի հայրերը վարվեցին, չտեսնելով հավատացին։ Մենք էլ չենք տեսել Քրիստոսին, բայց հավատում ենք։ Հավատում ենք, որ Տերը եկել է ու փրկել է։ Հավատում ենք, որ արդեն իսկ փրկված ենք Քրիստոսով։ Դա համար սիրելիներ, երբ որ այս բանի միջով անցնում ենք, ինչ անենք։ Հաստատուն լինենք, չկասկածենք, չերերենք։ Ամեն մեկը այդ բանի առաջ կանգնելու է։ Բայց մեզ համար դա շահ լինելու, որտեղ վերջ-վերջո Տիրոջ հետ ենք հանդիպելու։ Երկրորդը, մեր կյանքում հանդիպած վտանգի փորձությունները։ Եկեք ընթերցենք 23-ից 26 համարները։ Հավատով էր, որ երբ Մովսեսը ծնվեց, 3 ամիս թաքցվեց իր ծնողների կողմից, որովհետև տեսան, որ մանուկը գեղեցիկ է ու թագավորի հրամանից չվախեցան։ Գիտեք, այս երկրորդ պատմությունը ցույց է տալի ոչ թե Մովսեսի հավատքի մասին, այլ Մովսեսի ծնողների հավատքի մասին։ Ինչի որտեվ եթե դու կարդաք 5 տականը այդ շրջանակում, երբ որ Եգիպտոսի փարավոնը տեսավ, որ հրեաները շատանում են, վախեցավ, որ հրաման տվեց, որ ամեն արու զավակ հրեաների կողմից, որ ծնվում է, պետք է Նեղոս գետում սպանվի։ Եվ գրված է, երբ որ Մովսեսը ծնվեց, իր ծնողները տեսան, որ գեղեցիկ է, այս գեղեցիկ բառը առանձնահատուկ, առանձնացված նաև նկատի ունի։ Այսինքն իր ծնողները հստակ հասկացան, որ Աստված հատուկ ծրագիր ունի Մովսեսի համար։ Եվ այդ դրանից ելնելով ինչ արեցին, չվախեցան թագավորի հրամանից, սակայն կարային իրանք էլ սպանվեն, եթե որևիցե մեկը իմանար։ Այն ով որ երեխա ունեցել, գիտի, որ երեխաներին թաքուն պահել այդքան բավականին դժվար բան է, որտեղ ամեն մի պարզ բանից կարան լացեն, գոռան, ղժան ու այն ժամանակ, ասենք, եվրոպատուաններ չկար, էլի, որ փակեիք, ասեք, դե ձայնը չի լսվելու դուրսը։ Շատ դժվար էր այդ պայմաններում ապրելը, այդ պայմաններում մեծացնելը։ Եվ տեսնում ենք, որ ծնողները չվախեցան փարավոնի հրամանից։ Եվ ինչ արեցին, երեխային պահեցին։ Երեխային պահեցին մինչև այն պահը, երբ որ ժամանակն եկավ ու դրեցին զամբյուղի վրա ու գետի վրա բաց թողեցին։ Տեսեք, այս նույնիսկ գետի վրա բաց թողնելը այնպես չէր, որ հանձնվեցին, վերջ։ Այլ հակառակը նորից տեսնում ենք հավատքով, որ գիտեին, թե փարավոնի աղջիկը որտեղ է լողանում։ Դրանից ելնելով այդ ծրագրով մանուկը դնում են հավատալով, որ փարավոնի աղջիկը տեսնելու է, վերցնելու է։ Ասեմ ավելին, ոչ միայն սրան էին հավատում, այլև հավատում էին, որ իրանց զավակը մեծանալու է ոչ թե եգիպտացիների սովորության համաձայն, այլ որպես հրեա է մեծանալու։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Երբ որ փարավոնի աղջիկը տեսավ, դուրը եկավ։ Որոշում կայացրեց, որ պետք է ինքը պահի։ Դրանից հետո քույրն է մոտենում Մովսեսի։ Կարծես հանկարծակի։ Ասում է, գիտես, պետք է ինչ որ հրեաներից մեկը գտնես, ով որ կօգնի երեխային մեծացնի։ Ու ձեր կարծիքով ում է առաջարկում։ Մովսեսի մորն է առաջարկում։ Ու տեսնում ենք ինչ։ Մովսեսը մեծանում է իր ծնողների ներկայությամբ կամ իր մոր ներկայությամբ, դաստիարակվում է այնպես, ինչպես որ պետք էր, որ դաստիարակվեր, եւ այս ամեն ինչը ցույց է տալիս Մովսեսի ծնողների հավատքը, վտանգի ժամանակ, երբ որ գիտեին Աստծո կամքը, որն է ճիշտը, այդ ձևը վարվեցին։ Մենք ինչպես ենք վարվում, մի փոքր խնդիր, մի փոքր դժվարություն ինչ ենք անում, մոռանում ենք ընդհանրապես, թե ով է Աստված։ Մոռանում ենք տիեզերքի արարչին ու սկսում ենք ուրանալ, հետ կանգնել։ Գիտեք, այսօր բավականին շատ տարածում է գտել ու ցավով եմ ասում, շատ եկեղեցիներ վտանգը զգալով նկատի ունեմ օրենքներ, որոնք որ դուրս են գալիս տարբեր երկրներում, որոնք որ սահմանափակում են եկեղեցու ծառայությունների շրջանակը կամ ուսուցման շրջանակը, շատ եկեղեցիներ հարմարվում են այդ սովորությունների։ Դրա համար կան եկեղեցիներ, որ արդեն իսկ ընդունում են էվոլյուցիայի տեսությունը,
Ընդունում են դարվինիզմը որպես նորմալ երևույթ, ինչի, որ հանկարծ չասեն դուք հետամնացեք, որ հանկարծ ու հանկարծ այդ խնդրի առաջ չկանգնեն։ Մեկ ուրիշները համաձայնվում են քարոզել համասեռամոլության մասին, նորմալ դրան նայեն, նույնիսկ ամբուստացնում են նման ընտանիքները, նման զույգերը, չակրտավոր ընտանիքները։ Ինչի որտեղ վախենում են, որտեղ օրենք կա, եթե հակառակ դրան ասեցիր, դատապարտվելու ես։ Կովիդի ժամանակ շատ եկեղեցիներ կա, որ ուղղակի փակվեցին եւ ծառայություն չէին անում։ Ինչի որտեղ վախում էին, որովհետեւ ծառայություն անելով կարող է խնդիրների առաջ կանգնեին։ Բայց կային եկեղեցիներ, որոնք որ հավատարիմ են, այո, նեղություն են կրում։ Այո, դատապարտվում են շատ հովիվներ, այս ամեն ինչից ելնելով, հավատարիմ մնալով Աստծո խոսքին, պատրաստ եղան նույնիսկ բանտ նստելու, պատրաստ եղան կռիվ տալու պետության դեմ։ Եվ Տերը ինչ արեց, օրհնեց, բարձրացրեց։ Իսկ նրանք, ովքեր որ հանձնվում են, կամաց նմանվում են Սոդոմին ու Գոմորին։ Դե համար տեսնում ենք այսօր շատ եկեղեցիներ ուղղակի ճշմարտությունը մի կողմ են թողնել։ Չեն կարողանում, վախում են սպիտակը սպիտակ անվանել եւ սևը սև։ Վախենում են ասեն այն ինչ որ խոսքն է ասում։ Ինչի, որովհետև գուցե ուրիշները ինչ կանեն, անուն կդնեն, կասեն դուք հետամնացեք, կամ կասեն դուք օրենքին հակառակ եք վարվում։ Գիտեք, քանի անգամ են ինձ փորձել տարբեր ոստիկաններով վախեցնել։ Երբ որ տարբեր տեղեր ծառայություն էին անում, ոստիկաններ էին կանչում ու կարծում էին, որ վախենանք հեսա։ Հակառակը առիթ էր անձեռնում այդ ոստիկաններին վկայելու, այդ ոստիկաններին ավետարանը քարոզելու։ Հիմա մի պա պատկերացեք, եթե մենք հետ կանգնենք ու սկսենք ինչ անել, նահանջ ապրել։ Ասենք դե եթե պետությունը այս ձևա որոշել, ուրեմն մեկտեղ հավաքվել է, չպետք է հավաքվենք, վերջ։ Եթե պետությունն ասում է չպետք է խոսեք հակառակ, չգիտեմ, ավանդական ընտանիք հասկացողություն չպետք է խոսեք կամ այս ամեն ինչը պետք է ձեր քարոզից հանեք, ուրեմն ինչ պետք է հանենք, նման ձևով պետք է վարվենք։ Նայենք մենք որպես քրիստոնյաներ մեր աշխատանքի վայրում, եթե գալիս է քո ղեկավարը ու քեզ ասում է, գիտես ինչ կա, պետք է խաբես, պետք է գողություն անես պետությունից, ինչ անենք, վախը կա, որ կարող է մեզ հեռացնի, աշխատանքից հեռացնի, հիմա ինչ անենք, համաձայնվենք հետը, գնանք մեղքի, գիտեք այս ամեն ինչը նորից ցույց է տալի, թե ինչքանով ենք մենք հավատում, ինչքանով վստահություն ունենք Աստծուն, ինչքանով է մեր հավատքը իրական։ Գործք առաքելոց 4-րդ գլուխ 18-ից 20 համարներում տեսնում ենք, թե ինչպես առաքյալները խնդրի առաջ կանգնեցին։ Ավետարանն էին քարոզում եւ արդյունքը ինչ եղավ։ Ձերբակալեցվեցին։ Ձերբակալումից հետո մի խիստ խոսքեր են ասում։ 4 գլուխ 18-ից 20 համարներն ենք ընթերցում։ Երբ հույս չկավ, չկներեք սխալում բացում։ Տասնութ համարից։ Եվ նրանց կանչելով պատվիրեցին Հիսուսի անունով բոլորովին չխոսել եւ չուսուցանել։ Ուշադրություն դարձեք, սա այն մարդիկ են, ովքեր որ մի քանի օր առաջ խաչել են, սպանել են Հիսուսին։ Հիմա ձերբակալել են աշակերտներին եւ իրենց զգուշացնում են, ասում են Քրիստոսի անունով այլևս չպետք է քարոզեք, չպետք է ուսուցանեք։ Կարային իրենց էլ խաչեին, կարային քարկոծեին, շատ հանգիստ կարային։ Եթե Քրիստոսին խաչեցին, իրենց հետ էլ այդ նույն ձևով հանգիստ կարան վարվեն։ Ասեմ ավելին։ Նայեք պատմությունը կտեսնեք, որ աշակերտներից բոլորը ոչ իրենց մահով են մահացել։ Այսինքն սպանվել են իրենց հավատքից ելնելով։ Միայն Հովանեսն էր, որ կարծես մահացավ ծերության մեջ, բայց ինքն էլ բանտարկված էր Պատմոս կղզում։ Ուշադրություն դարձեք 19 համարը իրեն տարբերություն են, փոփոխություն ինչ որ տեղի ունենում։ Բայց Պետրոսն ու Հովանեսը նրանց պատասխանեցին եւ ասացին. Միթե Աստծո առաջ արդարը ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն, դուք դատեք։ Ինչ պատասխան են տալի,
Ասում են, հա, համաձայն ենք, որ ասել եք չենք քարոզում, չենք քարոզելու։ Վարվելու ենք այնց ոնց որ դու եք ասում։ Չէ, ինչ են ասում։ Որն ավելի ճիշտ։ Դուք դատեք, դուք հասկացեք, հիմա մենք Աստծո առաջ ենք կանգնած։ Որն ավելի ճիշտ։ Ձեզ հնազանդվել, թե Աստծո խոսքին հնազանդվել։ Ամեն մեկս մեր կյանքում այս իրավիճակի առաջ միշտ կանգնում ենք։ Միշտ ընտրության հնարավորություն կա։ Ադամը հնարավորություն ուներ կամ հնազանդվել Աստծուն, կամ չհնազանդվել Աստծուն։ Կայենն ու Աբելը հնարավորություն ունեին զո մատուցելուց վարվեին այնպես ինչպես որ Տերն կամեցե, կամ ուզեին այնպես ինչպես որ իրանք են կամենում։ Աբելը որոշում կայացրեց հնազանդվի Տիրոջը կամքին, վարվեց այնպես ինչպես որ ինքն էր կամեցել, Տերն էր կամեցել։ Կայենը ինչ արեց։ Կայենը վարվեց այնպես ինչպես որ ինքն էր ուզում։ Ու այդպես շարունակ ամեն մեկիս կյանքում մենք այդ հնարավորություն ունենում ենք։ Իսրայելի առաջ էլ դրված էր թե անեծքը, թե օրհնությունը։ Ձեր կյանքի առաջ էլ միշտ ամեն իրավիճակներում դրված այդ հնարավորությունը կամ հնազանդվել Աստծուն, կամ մերժել Աստծուն։ Գուցե հնազանդությունը վտանգավոր կլինի, ինչի որտեղ ձեզանից ուրիշները ակնկալելու են, ինչ խաբեություն ակնկալելու են, որ դուք վարվեք այնպես, ինչպես որ իրանք են վարվում։ Բայց մենք պետք է այդ հավատքն ունենանք պարզ ձևով նույնիսկ այդ մարդկանց առաջ ասելու, որն ավելի ճիշտ։ Հնազանդվել Աստծուն, թե հնազանդվել մարդկանց, ձեզ։ Նույնիսկ նրանց, ով որ ունի իշխանություն ձեր կյանքի վրա։ Ու նորից հետ ենք վերադառնում առաջին կետին։ Ինչ կարա մեզ հետ լինի։ Կսպանեն կամ կմահանանք ու վերջ։ Սա է։ Սրանից ենք ում էլ ինչ կարան անեն։ Դրա համար Աստծո խոսքն ասում է ոչ թե վախեցեք նրանից, ով որ կարող է ձեր մարմինը սպանել, այլ վախեցեք նրանից, ով որ դրանից հետո իշխանություն ունի հոգին ինչ անելու, դժոխք ուղարկելու։ Տիրոջ երկյուղը ունեցեք, սա է ավելի իմաստուն, քան թե այս պայծրությամբ ես հարմարվեմ իրավիճակին։ Ուղղակի աչքեր փակեմ, ասեմ, դե ոչինչ թող տենց էլ լինի, կարևորը ես այդ ամեն ինչի միջով անցնեմ։ Նայեք 5 տականի հերոսներին, Դանիելին, Սեդրակին, Միսակին, Աբեդնագովին, որոնք որ հնարավորություն ունեին ուղղակի ազատվելու, բայց տես չվարվեցին։ Երկյուղը վախը Աստծո առաջ ավելին էր, հավատը ավելին էր, քան թե այն վտանգ, որ իրանց առաջ սպասվում էր։ Պետրոս առաքյալի առաջին նամակը նայեք ընդհանրապես քրիստոնյաների պատմությունը, այս ընթացքում քանի հազարավոր քրիստոնյաներ են իրենց հավատքի համար մահացել եւ այսօր մահանում։ Վտանգը կա, այո, այդ վտանգի փորձությունը մեր կյանքում գալիս է, բայց նորից ու նորից այս ամեն ինչը ցույց է տալի, մենք հավատում ենք թե ոչ։ Այո, Հայաստանում ազատություն ունենք, որևիցե մեկը ձեզ չի քարկոծելու ձեր հավատքի համար։ Գուցե ինչ-որ պիտակավորեն, գուցե ինչ-որ բաներ լինի։ Բայց շատ ուրիշ երկրներում բարիս բուն իմաստով մարդիկ սպանվում են։ Այդ վտանգը իրական է։ Մեր մոտ գիտեք վտանգը ինչումն է կայանում։ Հետ կանգնելու խոսքից։ Ուղղակի հանձնվելու։ Ուղղակի ասելու, որ խոսքը կարևոր չի։ Բոլորը սենց իրենց լեզվին հետևյալ խոսքն են սիրում ասել մանավանդ հիմիկվա քրիստոնյաները։ Աստված սիրում է։ Աստծո շնորհքը ծածկում է ամեն բան։ Ու այդ ամեն ինչով սկսում են արդարացնել, մեղք ասում են մի դատիր, որ հանկարծ չդատվես։ Բայց ինչ դատելու մասին է խոսքը գնում, երբ որ խոսքը ինքն է դատապարտում, մենք չենք դատողը։ Եթե խոսքը հստակ է, մենք այդ հստակ խոսքին պետք է հետևողներ լինենք։ Ինչքան էլ որ մեզ հալածեն դրա համար, ինչքան էլ որ ասեն, որ մենք ձեզ հետ համաձայն չենք։ Որն ավելի ճիշտ է։ Հնազանդվել Աստծուն, թե հնազանդվել մարդկանց, հնազանդվել իրավիճակներին, թե հնազանդվել Աստծո խոսքին։ Կային Մովսեսի ծնողներն ասել, Տեր, դու ես թույլ տվել, որ այս հրամանը եղել է։ Որոնք պետք է հանձնենք Մովսեսին, պետք է խեղդեն ու վերջացնենք այդքանով։ Ինչի մեր կյանքը վտանգի տակ դնենք։ Գասեք դե չէ, ծնողները ոնց կարող է տենց վարվեն։ Այսօրվա նայեք գնացեք որբանոցները։ Այսօրվա շատ ծնողներ, որ ուղղակի sense թողնում են իրենց զավակներին ու վերջ։ Նայեք ինչպես են վարվում իրենց երեխաների հետ։ Ու նման շատ օրինակներ կա։
Ինչքանով ենք պատրաստ հաստատուն մնալ այն հավատքի մեջ, ինչ որ մեզ Տերը կանչել է։ Ինչքանով ենք պատրաստ վտանգների առաջ կանգնելու ու դավանելու Տիրոջ անունը։ Հոբը կարար այդ ամեն ինչից հետո ասել, գիտես ինչ կա Տեր Աստված։ Կորցրեցի ամեն բան, հարստությունս, ընտանիքս, կորցրեցի առողջությունս։ Ինչի համար հավատամ քեզ։ Դրա համար նույնիսկ կինը ասեց սարկազմով, էլի, Աստծուն օրհնի ու մեռի։ Հավատարիմ ընկերներն էին եկել, ասում էին հաստատ մեղք ես գործել, դրա համար Աստված այդ ամեն ինչը թույլ է տվել։ Ոգի պատկեցեք այդ իրավիճակը, այդ դրա մեջ Հոբը չմեղանչեց։ Այո, հարցեր էր տալի, հետո դրանից հետո Աստված սկսեց հարցեր տալ։ Պատասխան չուներ ու ասեց. «Հով եմ ես Տեր, որ քեզ ինչ որ քո առաջ ինչ որ բան ասեմ»։ Գիտեք, էսի մեր կյանքի փորձություններն են, որ մենք պետք է անցնենք։ Ու ինչպես որ այն մետաղը այդ ամեն ինչով անցնելով դառնում է այն մետաղը, որ պիտանի է, նույնպես եւ մեր կյանքում։ Երբ որ այս ամեն ինչի մեջով անցնում ենք, երևում է ինչքանով ենք մենք հավատարիմ, թե ոչ, որտեվ հավատք հավասար է վստահության Աստծո խոսքի, կատարյալ վստահության, անկախ իրավիճակներից, անկախ իրադարձություններից, կապ չունի ինչ վտանգի առաջ ես կանգնած։ Ուրեմն մեր կյանքում, երբ որ հանդիպում ենք մահվան փորձությունը, մեր կյանքում, երբ որ հանդիպում ենք այդ վտանգի փորձությունը, հավատքը պետք է օգնի հաստատուն մնալու։ Ճշմարիտ հավատքը։ Եվ այն պետք է հստակ գործերով արտահայտվի։ Երրորդը վերջացնում եմ, դա փառքի փորձությունն է։ Երբ որ նման իրավիճակներով, այսինքն դժվարություններից շրջանակում քրիստոնյաները հաղթահարում են, եւ ասեմ շատ դեպքերում շատ ավելի հաջող կերպով են հաղթահարում, այս փառքի առաջ շատ շատերը խոնարհվում են ուղակի։ Կարդանք 24-ից 27 համարները։ Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց Փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե միաժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ։ Քրիստոսի նախատիքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի համար հատուցում էր ակնկալում։ Ուշադրություն դարձեք այս հակադրությունը։ Հետաքրքիր ձևով Եբրայեցիս նամակի հեղինակը բերում է սպարս հակադրությունը։ Փառք եւ մարդկային տեսանկյունից անփառք ինչ որ վիճակ։ Առաջին ինչ ենք տեսնում, կարգավիճակ, դիրք, հնարավորություն ունես կոչվելու Փարավոնի դուստր զավակ, որդի։ Մեկն է սովոր, որ այդ պայի ժամանակահատվածում Եգիպտոսը բավականին հզոր եւ զարգացած պետություններից մեկն էր։ Մի պարզ ինչ որ փոքրիկ պետություն չէր։ Այդ շրջանակում Մովսեսին առիթ էր ընձեռնվել լինել մի միջավայրում, որտեղ որ դու ամենալավագույնն ես ուտում, ամենալավագույն ուսուցիչներն ես ունեցել այն շրջանակում, ապրում ես պալատներում, ունես շատ մեծ հնարավորություններ։ Շատ մեծ հնարավորություններ ունես։ Ու ընտրություն ունես երկրորդ ընտրությունը։ Կոչվել մի ազգի հետ հավասար, որը որ ստրուկ է այդ պետության շրջանակում։ Հիմա էլի կարա առիթից օգտվի, ասի Մովսեսը, չէ՞ դե Տեր, այդ հնարավորությունը տվել ես։ Հիմա դու ես տեղ բերել ինձ։ Ինչու չվայելեմ, ինչու չօգտվեմ այս ամեն ինչից։ Երեք շատ-շատեր այս արտահայտությունն են անում, ասում են, դե հնարավորություն ստեղծվեց, մենք էլ օգտվեցինք։ Հնարավորություն ընձեռնվեց, մենք էլ օգտվեցինք։ Ու կապ չունի այդ օգտվելը մեղք է, ինչ է, դրա մասին խոսքը չի գնում։ Ու անունը սենց են ասում, Տերը այդ հնարավորությունը տվեց։ Մնացած ուրիշ ինչ-որ մի բան դինաց չի հետաքրքրում։ Մովսեսը այդ հնարավորությունն ուներ։ Ու ինչ արեց, որոշում կայացրեց, որ ինքը Փարավոնի աղջկա որպես որդի չի ուզում կոչվի, այլ ուզում է իր ժողովրդի հետ չարչարվի։ Այսինքն Փարավոնի ընտանիքի անդամ
այս կարգավիճակում գտնվելը մենք է ստրուկի կարգավիճակը։ Ինքը որոշում է կասում, որ չէ, ես իմ ազգիս հետ պետք է լինեմ։ Երկրորդ ինչ հնարավորություն էր ընձեռնվել։ Երկրորդ հակադրությունը։ Չարչարանք կամ վայելքներ, ասում եմ միաժամանակ ամեն վայելքները կարող վայելեր։ Ճիշտ է, մեղավոր էին, բայց վայելք է։ Երկրորդ տարբերակը չարչարանքն է։ Այսինքն թե առաջինը սկիզբը դիրք կամ լինում ես փարավոնի դուստր զավակ, որդի կամ ստրուկ, երկրորդ տարբերակը կամ վայելքներն ես վայելում ես այն ինչ որ այս պայդրությամբ քեզ հնարավորություն տալիս է, կամ պետքա չարչարվես։ Մարդիկ ինչ կընտրեն։ Վայելքները։ Մարդիկ ինչ կընտրեն։ Փառքը, որտեղ մարդկային տրամաբանությունը այս շրջանակում այս ուղղությամբ է գնում։ Եվ երրորդը ներկայացնում է նյութական հարստություն, մեկ է ժառանգություն, որը որ Տիրոջից էր խոստացված։ Հենց հիմա դու այդ հարստությունն ունես, ձեռքիդ մեջ է։ Հենց հիմա այդ ամեն ինչը կա ձեռքիդ մեջ։ Այն ինչ որ Տերը խոստացել է, դեռևս չի տեսնում Մովսեսը, մենք էլ չենք տեսնում։ Այս հակադրության մեջ Մովսեսը ընտրում է այն ինչ որ չէր տեսնում։ Այն ինչ որ մարդկային տրամաբանությունից դուրս էր։ Ոնց դու փառքը թողնում ես, այդ կարգավիճակը թողնում ես, որ հրյաների նման ստրուկ անվանվես։ Դու հիմիկվա քո վայելքները թողում ես, որ գնաս չարչարվես։ Դու ես գանձերը, որը որ դու ունես, թողնում ես, գալիք ինչ որ գանձերի համար, որը որ չգիտես։ Հավատքը սրա մասին է։ Հավատքը սրա մասին է, որ այս ամեն ինչը քեզ համար դառնում է երկրորդական, երրորդական։ Այն ինչ որ հիմա քեզ աշխարհը առաջարկում է։ Գիտեք, սատանան նույն ձև է գործում։ Վստահ եմ հիշում եք, երբ որ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ ու սկսեց ծառայությունը, փորձվեց սատանայի կողմից։ Ամենավերջի փորձությունը հիշում եք ինչ էր։ Մատթեոսի 4 գլխում ենք կարդում 8-ից 11 համարները։ Սատանան բարձրացնում է Հիսուսին մի հատ բարձր տեղ, բարձր լեռ։ Ոսում է տեսնում ես այս ամեն ինչը։ Գտամ քեզ։ Քեզ է պատկանելու ամբողջ երկրագունդը քոնն է լինելու։ Մենակ ընդամենը երկրպագի ու վերջ։ Մի հատ երկրպագի ու վերջ։ Հիսուս ինչ է ասում։ Հերու գնա սատանա, որտև գրված է Տիրոջը քո Աստծուն կերպակես ու միայն նրան կպաշտես։ Գիտեք, երբ որ մենք հանձնվում ենք փառքին, երբ որ մեզ համար մեր կյանքում ավելի կարևոր ինչ որ ուրիշ բաներ ենք դառնում, մենք սկսում ենք երկրպագել այդ բաները։ Ինչ որ իրեր, ինչ որ իրավիճակներ, այդ իրը կարա նաև լինի մեր կոմֆորտը, մեր առողջությունը, մեր գեղեցկությունը, նույնիսկ մեր երեխաները։ Դե համար Տերն ասում է այս ամեն ինչը պետք է մի կողմ լինի առաջնային տեղում Աստված ես պետք է լինեմ։ Քո կյանքի ամենակիզակետում ես պետք է լինեմ։ Երբ որ խոսքով նման ձևով վարվում է, սատանան կողքդ չի լինում։ Դրանից հետո գրված է, որ սատանան ուղղակի փախավ։ Գիտեք, հեշտ է հանձնվել ուղղակի։ Հեշտ է ուղղակի հանձնվել են ամեն ինչի ինչ որ քո առաջ գալիս է։ Հեշտ է ուղղակի հանձնվել մեղքերին, ապրել նենց ոնց որ դու ուզում ես։ Բայց այդ հեշտ ճանապարհը լավ տեղ չի տանում, սիրելիներ։ Դրա համար խոսքն ասում է գանձեր դիզեք ոչ թե երկրից վրա, այլ երկնքում, ու հենց այնպես չի այս խոսքը։ Հենց այնպես չի, որ Տերը մեզ անընդհատ խոսում է սրա մասին, որ մեր կյանքում դժվարություններով պետք է անցնենք։ Հավատքը ուրիշ ձև էլ ոնց պետք է երևա։ Եթե մեր կյանքում ամեն ինչ լավ է, որևիցե խնդիր, որևիցե հարցի առաջ չեմ կանգնում, հավատքը ինչպես պետք է երևա, ինչպես ես պետք է ավելի լավ քրիստոնյա դառնամ։ Դե համար այո, փառքի առաջ են կանգնում, ու փառքի առաջ կանգնելը մեծ փորձություն է լինում շատերի համար։ Բացեք Հակոբոսի գիրք ու ամբողջությամբ կարդացեք։ Կտեսնեք, որ նույն միշտ այս խնդիրն է, փորձության առաջ կանգնում ես եւ ունես հնարավորություն։ Կամ վարվում ես այնպես, ինչպես որ Աստծուն է հաճելի, կամ այնպես, ինչպես որ քեզ է հաճելի, աշխարհին է հաճելի։ Ու դրա մեջ ամեն ինչն է մտնում, թե նեղությունները, թե նաև հարստությունն է դրա մեջ մտնում,
թե գալիք ապրելը, ծառայությունը, ամեն բան այս շրջանակի մեջ է, այս ընտրության մեջ է։ Կամ ընտրում ենք այն ինչ որ մարդկային տրամաբանությամբ օրհնությունն է, դա փառքն է, հաճույքներն են, ժամանակավոր օրհնությունն է, էլի ճակերտավոր գումարի տեսքով։ Կամ այն ինչ որ Տերն է առաջարկում։ Այստեղ հետաքրքիր է, որ Եբրայեցիս նամակի հեղինակը մատնանշում է նաև Քրիստոսին։ Ուշադրություն դարձեք, ասում է Քրիստոսի նախատիքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցումն էր ակնկալում։ Գիտեք, բոլորը նրանք Մեսիայի ակնկալիքով էին ապրում եւ հասկանում էին, որ խոստացված այդ ազգից, այն ազգից, որը որ դուրս է գալու, այդ ազգից է Մեսիան դուրս գալու։ Դրա համար ազգի հետ, հրյաների հետ չարչարվելը իր համար նույնն էր, թե Քրիստոսի հետ չարչարանակից լինել։ Դրա համար առաքյալները դրանից հետո արդեն խոսում են, որ ինչքան որ չարչարվեցին Քրիստոսի համար, Տիրոջը փառք, որտեվ իր չարչարանքներին ինչ եղանք, մասնակից եղանք։ Դրա համար ասում, սա առանձնաշնորհում է ամեն մեկիս համար։ Այդ հույսով էր, այդ բանով էր փնտրում, այդ ձևով էր ապրում։ Ակնկալիք ուներ Աստծուց, ուներ շատ մեծ ակնկալիք ուներ։ Տերոջ խոստումն էր դա։ Տեսել էր այդ ամեն ինչը, չէր տեսել այդ ամեն ինչը։ Որոշում կայացրեց հետևի։ Մեր կյանքում բոլորս էլ այս մահվան փորձության առաջ կանգնելու ենք։ Չեմ ուզենա, որ որևէ մեկս անհույս լինի։ Չեմ ուզենա, որ այդ ժամանակ ուղակի չիմանանք ինչպես պետք է վարվենք, որտեվ Տերը այդ հարցում նույնպես խոստում է տվել։ Ամեն մեկս մեր կյանքում դժվարությունների ու վտանգների առաջ ենք կանգնելու։ Նույնիսկ սիրելիներ հիշեք, թե այդ իրավիճակներում Տերը ինչ ասում, ինչպես պետք է վարվենք։ Որտեվ այս վտանգները անցնելու են, այս ամեն ինչը անցնելու է։ Ու Աստծո առաջ ենք կանգնելու, դրանից հետո չենք կարող ասենք, դե Տեր չգիտեինք, կամ դու թույլ տվեցիր։ Մենք որպես եկեղեցի, որպես քրիստոնյա պատրաստ ենք այդ վտանգների առաջ կանգնելու, հանուն հավատքը պահելու, հանուն խոսքը պահելու։ Եվ ամենավերջինը փառքի առաջ կանգնելու, հնարավորությունների առաջ կանգնելու, երբ որ այդ հնարավորությունը կունենաք, պատրաստ ենք ասելու ոչ, իմանալով, որ Տիրոջ խոսքը հակառակն է ասում։ Արդյոք պատրաստ ենք այդ ժամանակ ցույց տալու հավատ, թե ոչ։ Սա են բաները, որ ուզում եմ մտածենք սիրելիներ, որտեվ աշխարհը այս ամեն ինչը առաջարկելու է։ Բայց եթե հավատարիմ ենք, ինչպես որ Տերն է ասել, մենք ընկնողներից չենք, որտեվ այդ հավատը, որ Տերը տվեց, նա էլ պահելու է։ Նա էլ այդ դժվարությունների ժամանակ պահելու է մեր կողքին լինելու, որտեվ ես այդ հզոր մարդը չեմ։ Ես ինքս ինձանով որևիցե այս իրավիճակներում չեմ կարող դիմակայեմ։ Դրա համար ամեն մեկս կարիք ունենք Տիրոջ ողորմության։ Կարիք ունենք, որ Տերը ներգործի մեր մեջ մեր հավատքը ամրացնելու։ Դրա համար պետք է աղոթենք սիրելիներ, պետք է աղոթենք, որպեսզի Տերը մեր հավատքը ամրացնի։ Պետք է աղոթենք, որ ամեն իրավիճակներում Տերը մեզ իմաստություն տա ընտրելու այն, ինչ որ իրենը հաճել է, այլ ոչ թե մեզ, ոչ թե մարդկանց։ Համար աղոթենք, թող որ այս օրինակները մեզ համար քաջալերանք լինեն։ Այս օրինակները մեր հավատքը ամրացնեն, որ ամեն իրավիճակներում վստահենք Աստծուն ու ասենք, որ այո, Տերը հավատարիմ է ամեն իրավիճակներում։ Ամեն ինչի փառքը միմիայն ուղղված է լինելու ում Աստծուն։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս։ Շնորհակալ ենք ով Հայր, որ մեր հավատքի կյանքում դու մեզ մենակ չես թողնում, Տեր։ Այլ այո, խոստացար, որ Մխիթարիչը Սուրբ Հոգին մեզ հետ է լինելու։ Եվ մեր կյանքում դու ես մեզ առաջնորդում։ Դու ես մեզ ուժ տալի ապրելու այնպես, ինչպես որ դու ես կամենում։ Դու ես մեզ հավատքը հաստատում, որպեսզի այն շրջանակներում, այն կյանքի իրավիճակներում, որ անցնում ենք, վարվենք այնպես, ինչպես որ դու ես կամենում, Տեր։ Բայց այս բոլոր իրավիճակներում խնդրում ենք ով Տեր Աստված, որ օրհնես։ Խնդրում ենք, որ մեր կողքին լինես, որպեսզի չընկնենք, որպեսզի չտկարանանք, որտեղ ուզում ենք վստահել ամբողջ սրտով քեզ, Տեր։ Օգնի, որ մեր հայացքը միշտ լինի խաչիդ վրա, Տեր։
Ամեն իրավիճակներում Տեր Աստված թե նեղությունների ժամանակ, թե հակառակը օրհնությունների ժամանակ Տեր, որ չլինի թե մոռանանք քեզ, չլինի թե մոռանանք այն գործ, ինչ որ արեցիր խաչի վրա Տեր, որտեվ այո, գայթակղությունները մեծ են, խնդիրները շատ են Տեր, բայց դու վեր ես այդ ամեն ինչից, դու մեծ ես այդ ամեն ինչից եւ այո, դու աշխարհը հաղթեցիր Տեր, դու մահը հաղթեցիր եւ քո միջոցով մենք էլ հաղթանակ ունենք Տեր, եւ մեր հաղթանակը Տեր, այն քո հաղթանակն է, այն ինչ որ անում ենք Տեր Աստված, ամեն ինչի փառք ուղված է քեզ Տեր Աստված, որտեվ դու ես հավատարիմը, եւ այն օրինակները, որ այսօր կարդացինք Տեր, այդ օրինակները նորից ցույց են տալիս քո հավատարմության, քո ամենակարող լինելու մասին Տեր, ուստի ողորմիր մեզ, ների՛ր մեր մեղքերը, ների՛ր մեր անհավատությունը, որ շատ անգամներ վարվում ենք այդպես Տեր, եւ օգնի, որ ամեն իրավիճակներում Տեր, փնտրենք քո կամքը, փնտրենք այն, ինչ որ քեզ է հաճելի Տեր, այլ ոչ թե այն, ինչ որ մեզ է հաճելի, ու գիտենք, որ ամեն ինչի մեջ դու ես փառավորվելու, մեր Հայրը, որ երկնքում է, հավիտյան թող քո անունը սուրբ լինի, ու դու փառավորվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։